Սերժ Սարգսյանի իշխանության տարիներին արտաքին պարտքը 1.5 միլիարդից դարձել է 5.6 միլիարդ։ Ազգային ժողովի պատգամավոր Արամ Մանուկյանի հաշվարկներով Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացի Հայաստանի Հանրապետության արտաքին պարտքի արդյունքում ունի մոտ $1600 պարտք։ Սա վաղվա օրը կործանող, վաղվա հեռանկարը կործանող բյուջե է, եւ սա ուղղակի ես համարում եմ մսխող բյուջե։ Մեր կառավարությունը մսխող կառավարություն է։ Արդյոք Տիգրան Սարգսյանի արևմտամետ հայացքները չեն խոչընդոտի նրա գործունեությանը Եվրասիական տնտեսական միությունում։ Միջազգային տնտեսական ինտեգրման եւ բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանի կարծիքը։ Չեմ կարծում, որ պարոն Սարգսյանի հայացքները որևէ կերպ ազդեցություն ունենան ԵԱՀԿ առաքելությունը դիտարկում է անցկացրել Հորադիզի մոտակայքում։ Ադրբեջանական կողմը ԵԱՀԿ առաքելությունը դուրս չի բերել իր առաջապահ դիրքեր։ Արցախի պաշտպանության նախարարությունից հայտնում են, որ խախտումները հակառակորդի կողմից Ղարաբաղի ադրբեջանական սահմանին շարունակվել են։ Հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է 900 կրակոց։ Փարիզում նոյեմբերի 13-ին իրականացված ահաբեկչությունների ենթադրյալ կազմակերպիչը չեզոքացվել է Ֆրանսիայի մայրաքաղաքի Արվարձանում իրականացված հատուկ գործողության ընթացքում։ Ազգային ժողովի քարորյան շարունակվել է, նիստի սկզբում արտահերթ ելույթով հանդես եկավ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը։ Նա կառավարության ներկայացրած բյուջեն անվանեց հնարավորությունների բյուջե եւ հորդորեց կառավարության ուշադրության կենտրոնում պահել փոքր ու միջին ձեռնարկությունները։ Հաջորդիվ ելույթով հանդես եկավ Հայ ազգային կոնգրեսի խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը, ով խոսեց երկրի արտաքին պարտքի մասին։ Պետական պարտքը 14 թվականին եղել է 4 միլիոն, 15 թվականին դարձել է 4 միլիարդ, 15 թվականին դարձել է 5 միլիարդ, հիմա սպասվում է 5 ու 6 միլիարդ։ Արտաքին պարտքը աճել է 1.1 միլիարդով 2 տարվա ընթացքում, 3.7 միլիարդից հասնելով 4.8 միլիարդի։ Կենտրոնական բանկի պարտքը 440 միլիոնից հասել է 550 միլիոնի, ավելացել 110 միլիոնով։ Ներքին պարտքը 650 միլիոնից 747 միլիոնի։ Ուրեմն 2008 թվականին Սերժ Սարգսյանի իշխանության սկզբում Հայաստանի պետական պարտքը եղել է 1.5-1.6 միլիարդ։ Նայեք դինամիկան, 1.6 միլիարդից ձեր իշխանության ժամանակ թիվը դարձել է 5.6 միլիարդ։ Միայն Հովիկ Աբրահամյանի իշխանության ժամանակ 1.7 միլիարդով ավելացել է մեր պետական պարտքը։ Վերջին 2 շաբաթվա, 3 շաբաթվա ընթացքում 581 միլիոնով է ավելացել մեր պարտքը։ Ապրիլից էսկոմ 900 միլիոն դոլարով է ավելացել մեր պարտքը։ Սա է մեր պարտքերի սարսռող, վտանգ առաջացնող, հետագայի նկատմամբ ուղղակի ոչ հեռանկարային ամենահաստ բարերով արտահայտած մեր ֆինանսական տնտեսական զարգացումը։ Հիշեցնենք ամռանը ազգային ժողովի քվեարկությամբ հաստատված օրենքի փոփոխությունը, որի արդյունքում պետական պարտքի մասին օրենքում պետական բառը փոխվեց կառավարականով, ինչը ըստ Արամ Մանուկյանի կենտրոնական բանկին թույլ տվեց առանց սահմանափակման վարկեր վերցնել, իսկ կառավարության համար նոր վարկեր վերցնելու հնարավորություն առաջացրեց։ Արամ Մանուկյանը խոսեց նաև դեֆիցիտի մասին, այս եւ հաջորդ տարի այն կկազմի 191 միլիարդ դրամ։ Պատգամավորի հաշվարկներով այսօրվա դրությամբ Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացի Հայաստանի Հանրապետության արտաքին պարտքի արդյունքում ունի մոտ $1600 պարտք։ Թվերն են խոսում, հասկանում եք, բառերը, որ այստեղ ասում են, դրանք ոչինչ են թվերի հանդեպ։ Թիվ եմ ձեզ ներկայացնում։ Մեր պարտքը, որ արդեն այս պարտքի մարումը եկող տարվանից կարևոր ցուցանիշ է, գրավելու է մեր բյուջեի մեջ 3-րդ տեղը։ Իր ելույթն Արամ Մանուկյանն ավարտեց այսպես. Սա վաղվա օրը կործանող, վաղվա հեռանկարը կործանող բյուջե է եւ լրջագույն պարտքերի տակ գցող այն սերունդային, այն կառավարությանը, որը վաղն է լինելու։ Եվ սա ուղղակի ես համարում եմ մսխող բյուջե։ Մեր կառավարությունը մսխող կառավարություն է։
Այսօր ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ միջազգային տնտեսական ինտեգրման եւ բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը անդրադառնալով Եվրասիական տնտեսական միությունում տնտեսական հանձնաժողովի նախագահի պաշտոնում նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի նշանակմանը եւ նրա անելիքներին նշեց. ԵՏՄ-ում որպես այդպիսին ծրագրեր չկան, կան շահեր։ Ինչ վերաբերում է այն խոսակցություններին, որ Տիգրան Սարգսյանի նշանակումը պայմանավորված է ԵՏՄ տարածքում մեկ միասնական դրամական, մասնավորապես ռուբլու գոտուն անցում կատարելու հետ, Վաչե Գաբրիելյանը նշեց. Ես նման վարկածի չեմ բաժանորդադրվում։ Իսկ արդյոք Տիգրան Սարգսյանի արևմտամետ հայացքները չեն խոչընդոտի նրա գործունեությանը ԵՏՄ-ում։ Վաչե Գաբրիելյանը չի կիսում նման տեսակետը։ Չեմ կարծում, որ պարոն Սարգսյանի հայացքները որևէ կերպ ազդեցություն ունենան տվյալ պարագայում Եվրասիական տնտեսական միության գործունեության վրա, որովհետև պարոն Սարգսյանը պրոֆեսիոնալ կատարելու իր պարտականությունները։ Արդեն տևական ժամանակ է քաղցկեղով հիվանդները բարձրաձայնում են, որ չեն կարողանում գտնել բժշկի կողմից նշանակված սկսելոդա դեղամիջոցը, որը հիվանդների բնման փոխարինիչ չունի։ Դեղամիջոցի բացակայությունը սահմանված է առողջապահության նախարարության կողմից սահմանված արգելքով։ Նախարարությունից հիմնավորում են մաքսազերծումը արգելել են, քանի որ տուփի վրա նշված օգտագործման երկամյա ժամկետը չի համապատասխանում իրենց գրանցած տվյալներին, ըստ որոնց դեղը պիտանի է 3 տարի ժամկետով։ Գալան առողջապահության նախարար Արմեն Մուրադյանից հետաքրքրվեց, թե ինչպես են պատրաստվում լուծել հիվանդների դեղերի պակասի խնդիրը։ Ինչ վերաբերվում է դեղերի հասանելիությանը, եթե որևիցե մեկ հիվանդի անգամ խնդիր կա եւ այդ դեղի անհրաժեշտությունը կա, բայց գրանցված չի Հայաստանի Հանրապետությունում, որպես օրենք նախարարը բացառության կարգով այդ դեղի ներմուծումը թույլ է տալի պատասխանատվությունը վերցնելով։ Ինչ վերաբերում է կոնկրետ դեղին, քսելոդային, այդ դեղը իր փոխարինիչները ունի Հայաստանում գրանցված արկա Ռուսկաբանության ազգային կենտրոնում այդ դեղը կա, հիմնականում տարբերությունը կազմել է հաբեր եւ ներերակային ուրեմն ստանալու տարբերությունն է եղել, որևիցե արդյունավետության, տոքսիկության տարբերություն այդ երկու դեղերի մեջ չկա, բացի ընդունման ձևից։ Նշենք, որ դեղորայքի ներկրողները դժգոհում են, որ առողջապահության նախարարությունն նրան հաշվետու դեղերի փորձագիտական կենտրոնն ուղղակի փորձում են իրենցից կախման մեջ պահել ներկրողներին, մինչդեռ նախարարը հակադարձում է, թե այդ ներկրողներն են շահարկում թեման։ Շահարկումը ընդհանրապես վերաբերվում էր, որ մենք ընթացակարգերը խախտելով գնանք ներկրողների կամայակատարության ճանապարհով, սա բացառում եմ ես։ Նախարարը տեղեկացրեց, որ արդեն գրանցվել է ներմուծողների կողմից թույլ տրված սխալը եւ երկուշաբթի դեղը հասանելի կլինի։ Արցախի իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն այսօր ԵԱՀԿ առաքելությունը Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացրել Հադրութի ուղղությամբ Հորադիս բնակավայրի մոտակայքում։ Արցախի պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի Դաշտային օգնականները։ Դիտարկումն անցել է ըստ նախատեսված ժամանակացույցի, կրակի դադարեցման ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել, սակայն ադրբեջանական կողմը ՀԿ առաքելությունը դուրս չի բերել իր առաջապահ դիրքեր։ Դիտարկման առաքելությունը Ղարաբաղյան կողմից ուղեկցել են Արցախի արտաքին գործերի նախարարության եւ պաշտպանության նախարարության ներկայացուցիչները։ Արցախի պաշտպանության նախարարությունից տեղեկացնում են, որ նոյեմբերի 18-ին եւ լույս 19-ի գիշերը Ղարաբաղի ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 65 անգամ, որի ընթացքում տարբեր դրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 900 կրակոց։ Պաշտպանության բանակի առաջապահ զորամասերի կողմից ձեռնարկված օպերատիվ քայլերի արդյունքում հակառակորդի նախահարձակ գործողությունները լրացվել են, տեղեկացնում են Արցախի պաշտպանության բանակի մամլոյցարայությունից։
Կադրում մատնունից իրանավոր բուսատեսակն է, որն ունի փոքր սպիտակավուն ծաղիկ, աճում է բարձրալեռնային կլիմայական պայմաններում, քարքարոտ լանջերին եւ քարացրոններում։ Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում գրանցված այս բուսատեսակի պոպուլյացիաներ Գեոթիմը հայտնաբերել է բուսատեսակի համար նախկինում անհայտ կենսամիջավայրում, Ամուլսարի ցածրադիր հատվածներում։ Դրանք պահպանելու համար մշակել եւ իրականացնում է համապարփակ ծրագիր Հայաստանի Հանրապետության Գիտության ազգային ակադեմիայի բուսաբանության ինստիտուտի, բրիտանական Treewick ընկերության եւ Քեմբրիջի համալսարանի բուսաբանական այգու հետ։ Ծրագրի կարևորագույն քայլերից մեկն արդեն արված է։ Բուսաբանության ինստիտուտը վերջերս նոր ջերմոց եւ բացօթյա ռոկար ժայռերի այգի է հիմնել Սևանի բուսաբանական այգում, որտեղ տեղափոխվել են բույսի մոտ 1500 առանձնյակներ։ Что здесь очень важно, то, что это фактически первый опыт. Իշտ է շատ կարևոր, որ փաստացի սա Հայաստանում առաջին նման օրինակն է, այլ տեղերում որևէ նման բան չի արվել։ Բնական է, ինչ-որ աշխատանքներ արվել են պահպանելու, տեղափոխելու ուղղությամբ, բայց ոչ այսպիսի ամբողջական ծրագիր եւ նման մասշտաբներով, եւ սա իսկապես հրաշալի է։ Բացի բուսատեսակի պահպանումից, սա գիտական հետազոտության համար հետաքրքիր նյութ կլինի, ինչպես է բուսատեսակը հարմարվում։ Для исследований, как вид адаптируется. Կենսաբանական գիտությունների դոկտորը պատմում է, նախորդ տարիներին ավելի քիչ թվաքանակով բուսատեսակի առանձնյակներ տեղափոխվել են Սևանի բուսաբանության ինստիտուտի կառուցված հատուկ ջերմոց եւ միայն համոզվելուց հետո, որ բույսն իրեն այստեղ, այսպես ասենք, լավ է զգում, ադապտացվել է կլիմայական պայմաններին, ծաղկել է, տեղափոխվել են նաեւ մնացած առանձնյակները։ Արդեն հանքի շահգործման ավարտից հետո ջերմոցում հայտնված մատնունի ծիրանավորը կվերադառնա իր նախկին տարածք։ Որպես Ամուլսարի ծրագրի առանձին բաղադրիչ Գեոթիմը կֆինանսավորի այս բուսատեսակի պահպանության համապարփակ հետազոտական ծրագրի իրականացումը։ Պլանը հիմնված է միջազգային լավագույն փորձի վրա։ The project here at Amulsar is very important and Ամուլսարի ծրագիրը Հայաստանում շատ կարևոր է, այն աշխարհում առկա միջազգային լավագույն փորձին համապատասխան հանքարդյունաբերության օրինակ է, եւ շատ երկրներում եմ եղել հարավային Աֆրիկայից մինչև Լատինական Ամերիկայի եւ Հյուսիսային Ամերիկայի երկրներ, եւ շատ հանքարդյունաբերական ծրագրերի եմ մասնակցել, եւ այն ինչ որ իրականացվում է այստեղ Ամուլսարում բնապահպանական տեսանկյունից միջազգային լավագույն փորձին համապատասխան է իրականացվում։ And I think it's very important that a company like our company takes good pride in actually making this happen. Հարկ է նշել, որ բուսատեսակի մոտ 6000 առանձնյակ հայտնաբերվել է հանքի ենթակառուցվածքների զբաղեցնելիք տարածքից դուրս եւ աճում է Գեոթիմի կողմից առանձնացված պահպանվող տարածքներում։ Այս տարածքներում աճող առանձնյակները կպահպանվեն։ Միաժամանակ առաջիկա մի քանի տարիների ընթացքում զուգահեռաբար կիրականացվեն հետազոտական եւ այլ աշխատանքներ։ Երկու ասպիրանտ կմասնակցի հետազոտությանը բուսաբանության ինստիտուտի եւ Քեմբրիջի համալսարանի հետ։ Ծրագիրը մշակվել է առանձնյակների պահպանման եւ հետագայում դրանց բնական կենսամիջավայր տեղափոխելու օպտիմալ պայմաններ սահմանելու նպատակով։ Գեոթիմի գնահատման բուսատեսակի պահպանության ծրագրում ընկերության ներդրումը կլինի ավելի քան 500,000 ԱՄՆ դոլար։ Մենք համոզված ենք, որ այս ծրագիրը այդ բոլոր գիտական եւ այլ ջանքերը ներդնելով այս ծրագիրը հաջողություն կունենա եւ ի վերջո մատնունի ծիրանավորը կվերադարձվի Ամուլսար եւ նրա պոպուլյացիան կվերականգնվի։ Սա այո կարող է լինել նախադեպ հանքարդյունաբերություն, որպեսզի վտանգված բուսատեսակները Հայաստանի Հանրապետության օրենքով եւ միջազգային լավագույն փորձի կիրառմամբ պահպանվեն, տեղափոխվեն եւ վերականգնվեն իրենց նախկին աճելավայրերում։ Նշենք, որ Գեոթիմը հաջողություններ է գրանցում մատնունի ծիրանավորի առանձնյակների պահպանության ծրագրի նաև այլ ասպեկտներում։ Տեղափոխման ընթացքում բույսերից մի քանի հազար սերմ է հավաքվել։ Սերմը կօգտագործվի բույսի բազմացման հետազոտությունների համար, ինչպես նաև կպահպանվի որպես կենսունակ սերմ։ Տարածաշրջանային արշավախմբերը Ամուլսարի տարածքից դուրս հայտնաբերել են բուսատեսակի նախկինում չփաստագրված երկու լրացուցիչ կենսամիջավայր։ Փարիզում իրականացված ահաբեկչությունների ենթադրյալ կազմակերպիչ Աբդելհամիդ Աբաուդը չեզոքացվել է Ֆրանսիայի մայրաքաղաքի Արվարձանում անցկացված հատուկ գործողության ընթացքում։ Փարիզի տատախազ Ֆրանսուଆ Մոլենսի խոսքերով հատուկ ծառայությունները գործողությունները սկսել են Աբաուդի գտնվելու վայրի մասին տեղեկություններ ստանալուց անմիջապես հետո։ Հիշեցնենք, որ նոյեմբերի 13-ին Փարիզում տեղի ունեցավ ահաբեկչությունների շարք, ինչի հետևանքով զոհվեցին շուրջ 130 մարդ, վիրավորվեցին 352-ը։
Իսլամական պետություն ահաբեկչական խմբավորման զինյալները հայտարարել են, որ մահապատժի են ենթարկել երկու պատանդների՝ Նորվեգիայի և Չինաստանի քաղաքացիների։ Իսլամիստները նշել են, որ մահապատժի պատճառը եղել է պատանդների համար փրկագնի պահանջը չկատարելը։ Ավելի վաղ Իսլամական պետությունը հայտարարել էր 48-ամյա նորվեգացի Օլա Յոհանովստադի և 50-ամյա չինացի Ֆանց Զինհուեի գերեվարման մասին։ Ջիհադիստները նրանց ազատ արձակելու համար փրկագին էին պահանջել։ Հաղորդվում է, որ երկու պատանդների առևանգման և մահապատժի մասին այլ մանրամասներ հայտնի չեն։ Փարիզի ահաբեկչությունից 2 օր անց Իսլամական պետություն ահաբեկչական խմբավորման համակիրները Թուրքիայի Այնթաբ քաղաքում ԻՊԻ թռոչներով ավտոերթ են անցկացրել։ Միասնական են, դրությամբ թռոչներով նրանք ավտոմեքենաներով շարասյուն են ստեղծել, քաղաքի փողոցներով անցնելով տոնական ազդանշաններ տալով։ Հարկ է նշել, որ բազմաթիվ տեղեկություններ կան կառույցի հետ Թուրքիայի սերտ կապերի, խմբավորման մեջ թուրք մարտիկների, Թուրքիայի տարածքով ահաբեկիչների, Սիրիա անցումների և թուրքական հետախուզության հետ հարաբերությունների մասին։ Միջազգային ներդրումային ընկերությունները սպասում են, որ Ռուսաստանի նկատմամբ գործող պատժամիջոցները կարող են մեղմվել G20-ի գագաթնաժողովից հետո Մոսկվայի և Արևմուտքի հարաբերությունների ջերմացման հետևանքով։ Արևմուտքի հետ հարաբերությունների կարգավորման նախանշանները ներդրողներին խրախուսում են գնել ռուսաստանյան ակտիվները, գրում է Bloomberg-ը։ Եվրոպական ընկերությունները վերանայում են իրենց գնահատականները ռուսաստանյան ակտիվների նկատմամբ G20-ի գագաթնաժողովից հետո, ինչի արդյունքում Ռուսաստանը և Միացյալ Նահանգները կարող են միավորել իրենց ուժերն ահաբեկչության դեմ պայքարում։ Քաղաքական ռիսկերը, որոնք ներառված են եղել այդ ակտիվների արժեքի մեջ, նվազում են։ Օտարերկրացի ներդրողները, ովքեր Ռուսաստանի Դաշնության բաժնետոմսերը գնահատել են շուկայականից ցածր, հիմա հապշտապ գնումներ են կատարում։ Այդ ակտիվների ներդրումների վերադարձի գաղափարին ես լավ եմ վերաբերվում, նշել է զարգացող շուկաների վերլուծաբան Մարթեն Յամփակումը։ Աճում է հավանականությունը, որ Արևմուտքի հետ Պուտինի հարաբերությունները կկարգավորվեն պրագմատիկ պատճառներով, և մենք դրա արտացոլումը կտեսնենք ռուսաստանյան ակտիվների արժեքի վրա, նշել է փորձագետը։